Ես այսօր ուզում եմ խոսել հրաշքների մասին, հրաշքի մասին։ Պատգամը այսպես եմ վերնագրել, ինչպես է ծնվում հրաշքը։ Երբեմն մտածում ենք, որ մեր կյանքում հրաշքներ պիտի տեղի ունենան մի պարզ պատճառով, որովհետև մենք Քրիստոսին ընդունել ենք մեր կյանքում։ Եվ դրա համար ավտոմատ մեր կյանքում պետք է ինչ-որ հրաշքներ տեղի ունենան, եւ երբեմն մենք այնքան խորն ենք գնում մեր սխալ ուսմունքների մեջ հրաշքի մասին, որ մենք Քրիստոսին հետևելուց անցում ենք կատարում շատ արագ հետևելու հրաշքներին։ Մեր ուշադրության, մեր կյանքի կենտրոնում հայտնվում է ոչ թե Քրիստոսը իր փառքով, որ կարող է հրաշք անել, այլ հրաշքն է հայտնվում մեր կյանքի կենտրոնում։ Եթե կան հրաշքներ, մենք հետևում ենք Հիսուսին։ Եթե հրաշքները դադարում են, մենք դադարում ենք հետևել Հիսուսին։ Բայց ես ուզում եմ կարդալ մի հետաքրքիր պատմություն Ղուկասի ավետարան 5-րդ գլխում, որի շուրջ էլ կկառուցեմ այսօր իմ պատգամը, եւ ես վստահ եմ, որ որոշ դասեր մենք կքաղենք այս հատվածից։ Ղուկասի ավետարան 5-րդ գլուխ առաջին խոսք։ Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր Աստծո խոսքը լսելու, եւ ինքը Գենեսարեթի ծովակի մոտ կանգնած էր, եւ երկու նավ տեսավ, ծովակի մոտ կանգնած, ձկնորսներն էլ նրանցից դուրս էին եկել եւ ուրկանները լվանում էին։ Եվ նա մտավ այն նավերից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան նավը ցամաքից մի քիչ ներս տանել։ Նստեց եւ նավից սովորեցնում էր ժողովուրդներին։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասեց. «Նավը դեպի խորը տար եւ ձեր ուրկանները գցեք որսի»։ Եվ Սիմոնը պատասխանեց եւ ասեց նրան. «Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ»։ Եվ երբ որ այս արեցին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին, եւ նրանց ուրկանը պատռվում էր, եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գան իրենց օգնեն, եւ նրանք եկան եւ երկու նավը լցրին, մինչեւ որ թաղվում էին։ Սիմոն Պետրոսն էլ տեսնելով ընկավ Հիսուսի ծնկների առաջին եւ ասաց. «Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տեր»։ Որովհետև ահը պատեց նրան եւ ամենքին էլ, որ նրա հետ էին, այն ձկների որսի համար, որ բռնեցին։ Այնպես էլ Զեբեդիայի որդիներին, Հակոբոսին եւ Հովանեսին, որ Սիմոնի ընկերներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի վախեցիր, այսուհետև մարդիկ որսող կլինես»։ Եվ նավերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին եւ նրա ետևից գնացին։ Եթե ուշադրություն եք դարձնում 5-րդ գլխի առաջին խոսքին, Աստվածաշնչում ընդհանրապես շատ քիչ հատվածներ կհանդիպեք, որ մարդիկ հավաքվում էին Հիսուսի շուրջը Աստծո խոսքը լսելու համար։ Դուք կնկատեք, որ մարդիկ հավաքվում էին Հիսուսի շուրջը տարբեր պատճառներով։ Օրինակ հրաշքների համար, հավաքվում էին, որովհետև քաղցած էին, պետքա հաց ուտեին, հավաքվում էին, որ Հիսուսը ինչ-որ նշան ցույց տար, ոմանք հավաքվում էին, որ ուղղակի Հիսուսին տեսնեին, որովհետև լսել էին նրա մասին։ Բայց բացառիկ հատվածներ են Աստվածաշնչում, երբ որ գրված լինի, որ մարդիկ կիտվում էին, հավաքվում էին Հիսուսի շուրջը բացառապես մեկ բանի համար, որպեսզի լսեն Աստծո խոսքը։ Այսինքն սա մի յուրահատուկ ժամանակահատված էր, սա մի յուրահատուկ վիճակ էր, որտեղ մարդկային սիրտը այնքան բաց էր Աստծո խոսքը լսելու համար, որ նրանք հավաքվում էին Հիսուսի շուրջ։ Եվ բնականաբար ժողովուրդն այնքան էր շատացել, որ դե պատկերացրեք, ծովի ափին, երբ որ կանգնած ես ու ժողովուրդը գնալով շատանում է, ձայնը արդեն նույնիսկ քամու է ձայնից թույլ չի տալիս, որ հասնի վերջին շարքերին։ Ու Հիսուսը խնդրի առաջ կանգնեց, նա արդեն տեսնում էր, որ մարդիկ չեն լսում, չեն կարողանում լսել։ Բազմությունը այնքան էր մեծացել, որ Հիսուսի ձայնը չէր լսվում։ Եվ գրված է, որ Հիսուսը երկու նավ տեսավ, ծովի մոտ կանգնած։ Այդ ժամանակ նավակները, որոնք կանգնած էին Գալիլեայի ծովի մոտ, ձկնորսները վերադարձել էին գիշերվա ձկնորսությունից եւ ուրկաններն էին լվանում, համարվում էր աշխատանքը արդեն ավարտված։ Հետաքրքիր մի բան եմ նկատում Տեր Հիսուսի բնավորության մեջ։ Դուք նկատել եք, որ Հիսուսը երբ բախվում էր խնդրի, երբեք լուծումը չէր փնտրում ինչ-որ հեռվում։
Ցանկացած ժամանակ։ Տեսեք Հիսուսի հանդիպումը յուրաքանչյուր մարդու հետ։ Տեսեք Հիսուսի արած յուրաքանչյուր հրաշքը։ Երբեք Հիսուսը խնդիրը չի փնտրում, լուծումը չի փնտրում հեռվում։ Միշտ նայում է իր շուրջը եւ գտնում է լուծումը իրերի մեջ, որտեղ մենք չենք տեսնում, բայց մենք տեսնում ենք նույն իրերը։ Ինչու, որովհետեւ մենք իրերին նայում ենք ըստ իրենց նշանակության։ Իսկ Հիսուսը տեսնում է ավելին։ Մենք տեսնում ենք նավ եւ մտածում ենք, որ նավը նրա համար է, որ ձգ գործան։ Եթե նավը ձուկ որսալու համար է, ինչ կապ ունի նավը քարոզելու հետ, սովորեցնելու հետ։ Եթե աթոռը նախատեսված է նստելու համար, աթոռը նստելու համար է։ Բայց Հիսուսն այլ կերպ է նայում։ Նա չի նայում իրերին ըստ իրենց նշանակության։ Նա նայում է իրերին ըստ անհրաժեշտության, ըստ կարիքի։ Բայց Հիսուսը ամեն դեպքում լուծումը միշտ փնտրում էր տվյալ տարածքում։ Նայում էր ինչ ունեինք։ Նա երբ որ 5000-ին պետքա կերակրեր, չասեց գնացեք մոտակա գյուղը, հաց առեք, պատվիրեք, հետո բերեք այդ բոլորին կերակրեք։ Երբ որ աշակերտները սկսեցին այդպես մտածել, Հիսուսը միայն մի բան ասեց. «Քանի հաց ունեք»։ Ինչ ունեք։ Ինչ որ մի բան ունեք, որովհետև Հիսուսը գիտեր, որ միշտ ինչ որ մի բան լինում է։ Երբեմն մեր կարիքի պատասխանը հենց մեր շուրջն է, հենց մեր կողքն է։ Եվ դա հենց այն է, ինչ որ մենք ունենք մեր ձեռքում, բայց դա այնքան նշանակություն կարա չունենա, որ մենք անգամ չմտածենք, որ մեր հրաշքը թաքնված է հենց դրա մեջ։ Բայց Հիսուսն այլ կերպ էր իրերին նայում։ Գիտեք, նավը նախատեսված չէր քարոզելու համար։ Ոչ մի հրյա ռաբի չէր գալիս ծովի ափին նախ սովորեցնում, եւ հետո ոչ մի հրյա ռաբի չէր ասի նավը բերեք, որ կանգնեմ նավի վրայից սովորեցնեմ։ Նրանք անգամ չէին գա ծովի ափը սովորեցնելու, բայց Հիսուսը ոչ միայն խախտել էր ավանդական մոտեցումը, այլ հիմա էլ նույնիսկ չի ասում, լավ, բերեք այս ժողովրդին հավաքենք միտեղ, որտեղ հնարավոր կլինի նրանց սովորեցնել։ Չէ, Հիսուսն ասում է, եկեք այդ խնդիրը լուծենք հենց հիմա։ Ինչ ունենք մեր շուրջը։ Ու տեսնում է երկու նավ։ Ուշադրություն դարձրեք այս երկու նավ արտահայտությանը, սա մեզ պետք է գալու վերջում։ Տեսավ երկու նավ։ Դե բնականաբար տեսավ երկու նավ, բայց մոտեցավ դրանցից մեկին։ Մտավ նավերից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, ու խնդրեց նրան նավը ցամաքից մի քիչ ներս տանի։ Եվս մի կարևոր բան, որ Տեր Հիսուսի բնավորության մեջ բացահայտվում է, դա այն է, որ ամեն ժամանակ, երբ Հիսուսը բախվում էր կարիքի, նա խոստովանում էր կարիքը։ Նա ասում էր, որ ինքը կարիք ունի։ Հիսուսը չէր ամաչում կարիքը խոստովանել։ Գիտեք ինչու չէր ամաչում Հիսուսը խոստովանել, որ ինքը կարիք ունի, որովհետև Հիսուսը Instagram չուներ։ Որովհետև Հիսուսը չէր փորձում տպավորություն ստեղծել ուժեղ մարդու։ Հիսուսը կարիք չուներ հասարակության մեջ իր ստատուսը հաստատելու համար, ստեղծեր մի կեղծ պատկեր, որ գիտեք, ես այնքան ուժեղ մարդ եմ, որ ոչ մի բանի կարիք երբեք չունեմ։ Մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որը կարիքի մեջ է, բայց չի ուզում խոստովանի կարիքը։ Եվ ես ձեզ ասեմ, կարիքի պատասխանի գաղտնիքը երբեմն հենց նրա մեջ է, որ դու խոստովանես այդ կարիքը։ Եվ Աստված չի պատրաստվում շարժվի քո կյանքում եւ քո կարիքի մեջ, քանի դեռ դու չես ասել, որ դու կարիք ունես։ Հարցնում ես մարդուն, ինչպես ես։ Փառք Աստծո, հրաշալի եղբայր, հրաշալի։ Երեք ա վիրահատվել։ Հրաշալի, ամեն ինչ հրաշալի է։ Օրհնված ենք Տիրոջով։ Եվ մարդը մտածում է, եւ ասեմ ձեզ, դա անհիմն չի, որ մարդը եթե խոստովանի կարիքը, սա արդեն նշանակում է, որ դու ինչ որ բան խախտում ես Աստծո խոսքի մեջ։ Եվ սա որտեղից եկավ։ Վերջին 60-70 տարվա մեջ տարածված մի ուսմունք կար, չէ՞, հռչակումը, Աստծո խոսքի հռչակումը, որին ես շատ հավատում եմ եւ Աստծո խոսքի դրական դավանությանը ես հավատում եմ, բայց բերեցինք, հասցրեցինք այն կետին մի ամբողջ սերունդ մեծացավ այդ հոգեբանությամբ եւ այդ ուսմունքով, որ ամեն ժամանակ, երբ որ դու բախվում ես կարիքին, երբեք չխոստովանես կարիքը, երբեք քո շուրթերով չասես, որ ես հիվանդ եմ, երբեք չասես, որ ես ֆինանսական խնդիրներ ունեմ, չէ, դավանի Աստծո խոսքը, դավանի Աստծո խոսքը։ Հիմա պատկերացրեք հարյուրապետի ծառան գալիս է Հիսուսի մոտ եւ ասում է. «Տեր Հիսուս, խնդրում եմ քեզ, արի ձեռքը դիր իմ ծառայի վրա, որովհետև ծառաս խիստ բժշկված է»։ Միթե կարող էր այդպես ասել,
Հարուրապետի ծառան, հարուրապետը խոստովանեց, որ ծառան հիվանդ է։ Հարուրապետն ասեց՝ «Եկ եւ դիր ձեռքդ ծառայիս վրա»։ Եկ, որովհետև ծառաս ինչ է։ Հիվանդ է։ Հարուրապետը չգիտեր այդ ուսմունքի մասին։ Դուք պատկերացնում եք, երբ Աստված խոսեց Աբրահամին ու ասաց, որ քեզ ազգերի հայր կդարձնեմ։ Ինչ էր այդ պահից հետո տեղի ունենում։ Աբրահամը գնուց գալիս ու ասում էր՝ ես ունեմ 1000 երեխա, ես ունեմ 1000 երեխա։ Միթե Աբրահամը այսպես էր պահում իրան։ Միթե Աբրահամը այդպես էր խոսում։ Միթե հանգամանքներին չնայելը նշանակում է ժխտել հանգամանքները։ Մենք Աստծո խոսքը թարս ու շիտակ ենք միշտ հասկանում։ Աստվածաշունչն ասել է, Աստված ինչ է անում, երևացող բաները կանչում է հակառակը։ Չերևացող բաները կանչում է երևացողի պես։ Բայց մենք սխալմամբ, ոնց որ Մխիթար եղբայրը հուշեց, չերևացող բաները, երևացող բաները կանչում ենք չերևացողի պես։ Մարդը գնում է բժիշկի մոտ։ Պատկերացրեք, հիվանդը եկել է բժիշկի մոտ, դավանության ուսմունքին հավատացող հիվանդը։ Եկել է բժիշկի մոտ ու բժիշկը հարցնում է՝ ինչ գանգատ ունեք։ Հո ես գանգատ չունեմ, Փառք Հիսուսին, ամեն ինչ հրաշալի է։ Ես բժշկված եմ Հիսուսի վերքերով։ Բժիշկը ասում է՝ շատ լավ, բայց ինչի համար եք եկել։ Եկել եմ, որովհետև բժշկված եմ։ Մենք ծիծաղում ենք, բայց ես ասեմ, մենք հենց այսպես էլ շատերը ապրում են։ Մի դավանի, որ դու հիվանդ ես։ Մի ընդունի հանգամանքը։ Մի քարոզիչ ասում էր. երբ որ դու գնում ես բժիշկի, ու բժիշկը քեզ մի հատ ախտորոշում է գրում, որը ոչ ինքն է հասկանում, ոչ էլ դու ես հասկանում, ինչ է գրել։ Ու դու վերցնում ես ու սկսում ես տառապել։ Դու պետք է վերցնես Աստծո խոսքը եւ հակառակ կանգնես։ Դու պետք է վերցնես Աստծո խոսքը եւ հակառակ կանգնես։ Հիմա հարց. եթե դու պիտի վերցնեիր Աստծո խոսքը ու հակառակ կանգնեիր բժիշկին, ինչ գործ ունես դու բժիշկի մոտ։ Ինչու էիր դու գնացել բժիշկի մոտ։ Դրա համար էլ մենք այսօր ունենք բազմաթիվ բժշկված հիվանդներ, ովքեր Հիսուսի վերքերով բժշկված են, բայց դեռ հիվանդ են։ Մենք ունենք հարուստներ, ովքեր պարտքերի մեջ են, բայց իրանք հռչակում են, որ իրանք հարուստ են։ Երջանկություն հռչակող քայքայված ընտանիքներ, որ այդպես էլ չհասկացանք, որ մեր իրական խնդիրը դա Աստծո առաջ մեր կարիքը խոստովանելն է, բայց Հիսուսը չէր ամաչում։ Հիսուսը չէր ամաչում կարիքը խոստովանել։ Նրա համար խնդիր չկար, նա ասում էր, եթե նա քաղցած էր լինում, նա ասում էր՝ տղեկ, ուտելու բան ունեք։ Նա չէր քաշվում կարիքը խոստովանել։ Մենք ենք պարզապես մեր օրերում, մեր հասարակության մեջ, ինչ ենք մենք անում։ Մենք մեր սոցցանցերում, չէ, ուժեղ մարդու կերպար ենք ստեղծում։ Էնպես որ կարծես մենք բոլորս հասել ենք երջանկության այն մակարդակին, որ արդեն ուրիշներին կարող ենք սովորեցնել։ Գիտեք ինչու է այսքան տարածված սեմինարներ, կոնֆերանսներ, ուրիշներին սովորեցնելու դասեր, մարդը 3 ավարտում է, այսօր արդեն դաս է տալիս։ Գիտեք ինչու։ Դա պահանջն է հասարակության մեջ ուժեղ մարդու կերպար ստեղծելու, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Հիմա արի բաժնեկցեմ, թե դու ոնց կարող ես նորմալ լինես։ Մարդիկ գրքեր են գրում ինչպես դառնալ հարուստ։ Ոչ մեկ չի ուսումնասիրում այդ մարդկանց կենսագրությունը, որ այդ մարդը բացառապես հարստանում է հենց մենակ այդ գրքով, որ դու այդ գիրքը առնում ես։ Բայց եթե մենք հանկարծ մեր սոցցանցերում դնեինք ոչ միայն այն լուսանկարները, որտեղ մենք շատ ուժեղ ենք, այլ դնեինք այն լուսանկարները, որտեղ մենք երևում է գիշերը ոնց ենք ողբում, գլուխը բարձին դնելուց, թաքուն լոգարանում, միգուցե պատկերը փոխվեր։ Բայց Հիսուսը այդպիսին չէր։ Դրա համար եթե դու բժշկված ես, մի գնա
բժիշկի մոտ։ Բժիշկի մոտ գնում են հիվանդները։ Կարող ես շրջվել ու քո կողքինին ասել. Հիսուսը բժշկում է։ Շրջվիր ու ասա քո կողքինին. Հիսուսը բժշկում է հիվանդ մարդկանց։ Հիսուսը տեսավ երկու նավ եւ նստեց մեկը, որը Սիմոնինն էր, եւ ասեց. նավը ցամաքից մի քիչ այն կողմ տար, մի քիչ հեռու տար եւ բարձրացավ նավի վրա ու սկսեց սովորեցնել։ Եթե մենք շատ արագ անցնենք այստեղ, մենք այստեղ շատ կարևոր մի բան բաց կթողնենք այս պատմության մեջ, որովհետեւ այստեղ ես ուզում եմ, որ մի փոքր նաև մեր երևակայությունը աշխատացնենք ու մի հատ պատկերացնենք Պետրոսի վիճակը, հենց այս պահին, երբ Հիսուսը Պետրոսին ասում է նավդ տուր ինձ բավական չի, մի քիչ էլ հեռու տար, որ ես կանգնեմ ու սկսեմ սովորեցնել։ Սա ձկնորս Պետրոսն էր։ Այս առավոտին, այս արևածագին նախորդել էր մի ամբողջ գիշեր ձախողման եւ հուսահատության, անքնության, եւ սա Գալիլեայի ծովն էր։ Եվ որpիսի դուք պատկերացնեք, թե ինչ է նշանակում ամբողջ գիշեր ձկնորսությունը որպես բիզնես ունեցող ձկնորսի համար, ամբողջ գիշեր ձուկ չորսալ, ես ուզում եմ մի փոքր ձեզ ներկայացնեմ ժամանակաշրջանը։ Այս ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր հռոմեական կայսրության տիրապետության տակ։ Հրեաները պետք է հարկ տային հռոմեական կայսրությանը։ Եվ այդ հարկերը ոչ միայն օրինական, այլև անօրինական հարկեր կային, որոնք նրանք պիտի տային։ Ձկնորսները սովորաբար այստեղ իրավունք չունեին ազատ կերպով ձուկ որսալ։ Դա խստիվ վերահսկվում էր։ Նրանք հարկ էին վճարում լճի օգտագործման համար, հարկ էին վճարում որսի թույլտվության համար առանձին, հարկ էին վճարում վաճառքից եւ դրան գումարած տրանսպորտի եւ նույնիսկ շուկա մտնելու համար պետք է հարկ վճարեին։ Իսկ Գալիլեայի այդ ծովի շրջանը, որտեղ աշխատում էին Սիմոնը, Անդրեասը, Հովանեսը, դա տնտեսական ամենակարևոր շրջանն էր։ Եվ ինչ էր անում հռոմեական կայսրությունը, երբեմն հարկահավաքությունը, կարծես վարձակալությամբ, ճակերտավոր վարձակալությամբ տալիս էր հարկահավաքներին, տալիս էր հրյա հարկահավաքներին։ Նրանցից մեկին դուք լավ ճանաչում եք, Մատթեոսը։ Եվ ինչ էին անում մաքսավորները։ Դրված հարկի վրա իրանք էլ իրենց բաժինն էին ավելացնում եւ դրա համար հարկահավաքները այն ժամանակ շատ վատ համբավ ունեին։ Ոչ թե հարկահավաքության մեջ խնդիր կար։ Հարկահավաքները դա էին անում, դրա համար էլ նրանց մարդիկ չէին սիրում։ Եվ մեր Մատթեոսը հենց այդպիսին էր։ Եվ ձկնորսների համար սա ինչ էր նշանակում այսպիսի իրավիճակում աշխատելը։ Աշխատում էին ծանր պայմաններում, որսից ստացած եկամտի մի մասը պարտադիր հանձնում էին եւ շատ հաճախ նույնիսկ չկարողանալով հարկերը վճարել հայտնվում էին պարտքերի մեջ։ Ահա այսպիսի պայմաններում էր եւ մեկ ամբողջ գիշեր ձախողված որսը, որը հետապնդել էր Պետրոսին, սա նշանակում էր ոչ միայն որ ընտանիքի ապրուստն էր արդեն խնդրի առաջ կանգնած, նա չէր կարող իր ընտանիքի ապրուստը հոգար, այլև նա չէր կարող հարկ վճարել։ Եթե այդ հարկերը նա չէր վճարում, այդ հարկերը կուտակվում էին որպես պարտք այն ժամանակ։ Ահա թե ինչու էին այդքան սպասում Մեսիային։ Ինչու էին մտածում, որ Մեսիան պիտի իրանց ազատի հռոմեական կայսրությունից։ Ու այսպիսի պայմաններում մի հրյա ռաբի, որը ծովի ափին ինչ-որ բաներ է սովորացնում, պատկերացրեք Պետրոսի վիճակը, նստած իր նավի մոտ, հիասթափված, նույնիսկ չգիտի վաղը ձկնորսությամբ էլ կզբաղվի թե չէ։ Պարտքերի պատճառով ինչ կանեն, կսպանեն, կբանտարկեն, ինչ ուզեին կանեին։ Հասկանում եք, մի Պետրոսին կտանեին, կկորցնեին, ոչ մեկ չէր իմանա։ Ծովի տակ խորտակեին կգնար հռոմեացիները։ Ու պատկերացրեք Պետրոսը այդպիսի վիճակում նստած նավի վրա մի ռաբի ինչ-որ բաներ է սովորացնում, Պետրոսի միտքը սենց մթագնած, շաղված, սենց լսում է, թե այս ռաբին ինչ էր խոսում, ինչքան լավ բաներ ես խոսում, ինչքան հաճելի ես խոսում, երանի թե իմանայիր, երնեք քո տիրոջը,
Երանի թե իմանայր ինչի մեջով եմ անցնում, դու ես ինչ ես խոսում։ Մենք ծիծաղում ենք, իսկ քանիսս ենք հենց այսպես վարվում։ Մենք գիտենք ով է հայտնվել մեր նավակի մեջ։ Մենք գիտենք ում ենք տվել մեր կյանքը։ Մենք գիտենք ով է այն ռաբին, որ օրերից մի օր եկավ մեր կյանքի մեջ։ Ես այսօր գիտեք, որ մարդկանց հետ եմ ուզում խոսել։ Ուզում եմ խոսել մարդկանց հետ, ովքեր գիտեն ինչ է նշանակում հասնել մի կետի կյանքում, երբ որ այլևս հույս չկա։ Երբ որ քեզ միայն հրաշքը կփրկի։ Որ դու չունես այլևս այլ տարբերակ, քան Տիրոջից հրաշք առնելը։ Ես այսօր այդպիսի մարդկանց մասի հետ եմ ուզում զրուցեմ։ Եթե դու այդպիսի վիճակում չես, սա չի նշանակում, որ մեղք ես գործում, բայց դու ավելի ուշադիր լսիր, ինչու, որովհետև մենք չգիտենք վաղը թե մյուս օրը, երբ դու կհայտնվես այդ վիճակում, դու արդեն պատրաստ կլինես, որովհետև մենք դեռ շարունակում ենք ապրել։ Պետրոսը հուսահատության եզրին էր։ Եվ հրյա ռաբին, Տեր Հիսուսը, որին նա ճանաչեց որպես ռաբի, վարդապետ, ինչ որ բաներ էր սովորացնում։ Եվ փաստը ցույց է տալիս, որ այդ սովորացրածներից ոչ մեկը առանձնապես չտպավորեց Պետրոսին։ Պետրոսը սպասեց, համբերատար սպասեց, ես պատկերացնում եմ որքան չկամենալով նա այդ նավակը զիջեց, մտածեց ես իմ բան ու գործը թողած, ես այսօր չգիտեմ պարտքերս ոնց եմ տալու, դու ինչ ես սովորացնում, ախր դու ինչի մասին ես խոսում։ Բայց այնպես է ստացվում, որ Հիսուսը ինչ որ մի պահի ավարտում է խոսքը։ Ավարտում է խոսքը ընդհանուրի հետ խոսելիս եւ շրջվում ու դառնում է Պետրոսին։ Դա Պետրոսը չէր սպասում։ Տեղի է ունենում մի բան, որին Պետրոսն ընդհանրապես չէր սպասում։ Պետրոսը չգիտեր, որ այս ռաբին հիմա էլ պիտի իր հետ խոսի եւ ինչ խոսի։ Շրջվում եւ Պետրոսին ասում է. հիմա կարող ես նավը ավելի խորը տանել։ Եվ ուրկանները գցեք ձուկ որսալու։ Մեր Էդգար եղբայրը ձկնորսություն շատ է սիրում ու ձկնորսությունից շատ լավ հասկանում է։ Եթե դու պրոֆեսիոնալ ձկնորսին օրը ցերեկով գալիս ասում ես նավը տար խորը, որպիսի ուրկանդ գցես ու ձուկ որսած, դա իր համար ծիծաղելի է։ Նամանավանդ եթե ինքը ամբողջ գիշեր չի բռնել, որովհետև ձկնորսները օրը ցերեկով դուրս չեն գալիս ձկնորսության։ Իրանք գնում են գիշերով։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Հրաշքը, մենք խոսում ենք հրաշքների մասին։ Հրաշքը մեր կյանքում սկիզբ առնում, ծնվում է, երբ Աստված մեզ հետ անձամբ խոսում է։ Բայց հրաշքը կատարվում է, երբ որ դու ես արձագանքում Աստծո խոսքին։ Ի զարմանս Պետրոսի Հիսուսը պատվիրում է այն, ինչին Պետրոսը պատրաստ չէր ընդհանրապես։ Ամբողջ գիշեր աշխատել, հուսահատություն, անքնություն, հազիվ է կանգնում ես մարդը ոտքերի վրա եւ դեռ Հիսուսն ասում է. գիտես ինչ, հիմա գնա ձուկ որսալու։ Եվ ես պատկերացնում եմ, որքան սեր կար, ողորմություն կար Տեր Հիսուսի հայացքի մեջ, երբ որ պտտվեց ու նայեց Պետրոսին ու ուզեցավ հասկացնի, որ ես քեզ չեմ մոռացել։ Դու հոգ տարար իմ համար։ Հիմա ես ուզում եմ հոգ տանեմ քեզ համար։ Դու տվեցիր ինձ, հիմա ես ուզում եմ տալ քեզ։ Ես պատրաստվում եմ անել մի բան, որը քո ամբողջ ճակատագիրը պիտի փոխի։ Եվ դու մտածում ես, եթե Աստված իմ կյանքում ինչ-որ բան պիտի լինի, դա մի յուրահատուկ բան է, որ Աստված կասի, ու ես կհասկանամ, որ սա Աստված է ու ես կանեմ դա։ Ինչ-որ մի յուրահատուկ բան, բայց զարմանալիորեն Աստված քեզ ասում է անել այն, ինչ դու արդեն անում էիր։ Ինչի մեջ դու արդեն ձախողվել էիր։ Եվ սա հենց այն է, ինչ դու չես ուզում անել։ Դու չես ուզում դա անել։ Հրաշքը պիտի տեղի ունենա, որ ես օրը ցերեկով ուրկանը գցեմ ծովը, իմ կյանքի հրաշքը կախված է նրանից, որ ես ինչ որ մեկին ներեմ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Բայց Հիսուսն ասեց, հիմա նավը
ավելի խորը դար։ Սկզբում, երբ Հիսուսը հայտնվեց Պետրոսի նավի մեջ, ասաց մի փոքր ցամաքից հեռացրու։ Սա Աստծո ճանաչողության առաջին մակարդակն է, երբ Հիսուսը գալիս է մեր կյանքի մեջ, մենք նրան ընդունում ենք որպես մեր Տեր ու Փրկիչ, բայց մեր գիտակցության մեջ մենք սպասում ունենք, որ նա մեզ սովորեցնի, ինչ որ բան ասի, մենք վախենում ենք գնալ ավելի խորը, որովհետև գնալ ավելի խորը դա նշանակում է գնալ անհայտության մեջ, անորոշության մեջ։ Ես չգիտեմ ավելի խորը, ես ինձ ափի վրա եմ լավ զգում։ Ես հարմար եմ ափի վրա, ես ափը կարողանում եմ տեսնել, բայց ավելի խորը ես ախր չգիտեմ 3 մետր հետո որքան խորը կլինի։ Երբևէ եղել է օրինակ մեր Սևանա լճում այդպես է։ Ծովում այդպես չի, ծովում դու քիչ թե շատ կարող ես հաշվարկել քանի քայլ, որովհետև ծովում աստիճանաբար է խորանում, իսկ Սևանա լճում տեսել եք։ Առաջին քայլը անում ես, երկրորդ քայլը անում ես, երրորդ քայլը արդեն ջրածույզներն են քեզ փնտրում։ Մի անգամից, ինչու որովհետև անկանխատեսելիորեն լիճը իջնում է ու չես կարող կանխատեսել, թե քանի քայլ հետո կսուզվես։ Սա նման է նրան, որ Տեր Հիսուսն ասում է գնա ավելի խորը, որքան խորը, Տեր, ինչու ես պիտի ավելի խորը գնամ, եթե ես նույնիսկ ես սկիզբը համաձայն չէի։ Բայց Պետրոսը այդքան էր ճանաչում, Պետրոսը այսքան էր կարողացել հասկանալ եւ ասում էր Տեր, այ հիմա գալիս է արդարացումը։ Բայց եթե դուք պատկերացնեք Պետրոսի վիճակը որպես պրոֆեսիոնալ ձկնորս, ապա նա հենց այսպիսի պատասխանել պիտի տար Տիրոջը, որ Տեր, ես փորձել եմ արդեն։ Մենք ամբողջ գիշեր ենք արել, բայց ոչինչ չբռնեցինք։ Ուրկաններն էլ արդեն լվացել եմ։ Էլ ինչ պիտի ես անեմ։ Ես չգիտեմ ձեզանից քանիսդ եք այստեղ, որ մի ամբողջ գիշեր փորձել եք ու հոգնած եք, ձեր կյանքում այլևս չեք ուզում անդրադառնալ դրան, ինչու, որովհետև մտածում ես, որ այլևս հույս չկա։ Ոչ մեկ դա չի տեսնում, ոչ մեկ դա չի հասկանում, ինչու, որովհետև մենք բոլորս գեղեցիկ հագնված, գեղեցիկ դեմքերով, ժպիտները ատամի մածուկի գովազդի մեր դեմքին տված գալիս ենք ու ցույց ենք տալիս իրար, որ մենք շատ ուժեղ ենք։ Փառք Տիրոջը, ամեն բան հրաշալի է, հռչակիր Աստծո խոսքը, մի ասա, որ դու կարիքի մեջ ես։ Գիտեք որտեղից է սկսում դեպրեսիան։ Երբ որ ձեր ներսը դադարում է հավատալ եւ ընդունել ձեր ստեղծած կերպարը։ Որովհետև դուք այդ կերպարը ամեն կերպ փորձում եք պահեք, բայց արդեն ձեր ներսը համաձայն չի, այդտեղից էլ սկսում է դեպրեսիան։ Հիսուսը կարծես նայում էր Պետրոսին եւ իր քաղցր հայացքով ասում էր. «Լսիր, դու տվեցիր ինձ այն, ինչ ինձ պետք էր։ Հիմա թույլ տուր ինձ տամ քեզ այն, ինչ քեզ է պետք։ Բայց կա մի բան, որ դու պիտի անես։ Նավակդ մի քիչ էլ խորը տար ու ուրկանները գցեք որսի։ Արդյոք ես պիտի անեմ սա։ Ես պիտի անեմ նույնը, ինչի մեջ զախողվել եմ։ Եվ փառք Աստծուն, որ Սիմոնը մի որոշում կայացրեց, որը փոխելու էր նրա ամբողջ ճակատագիրը։ Որովհետև եթե նա այդ որոշումը չկայացներ, ինչ էր լինելու, մենք Պետրոս առաքյալ չէինք ունենալու։ Նա կարող էր նայել Հիսուսին ու ասել. «Ռաբի, ես իհարկե կամ գուցե իր ներսում մտածեր, ես իհարկե համաձայն եմ, որ դու լավ խոսքեր ես ասում, դու լավ ես սովորեցնում, երևում է, որ դու տիրապետում ես օրենքին, տորային, դու լավ գիտես եւ դու իշխանությամբ լավ խոսում ես, ես զգում եմ, որ դու մասնագետ ես քո գործի մեջ, բայց ամենայն հարգանքով արի ձկնորսությանը մի խառնվի։ Ձկնորսությունը դա իմն է, ես գիտեմ, ես արդեն տարիներ շարունակ ես մեծացել եմ սրա մեջ, ես գիտեմ ինչ է նշանակում ձկնորսություն։ Դու գուցե երբեք ձուկ չես որսացել, դու ռաբի ես, դու վարդապետ ես, բայց ես որսացել եմ, ես գիտեմ։ Եվ այստեղ մի զարմանալի բան կա, որ այդ խոսքից հետո Հիսուսը ոչինչ չի ասում Պետրոսին։ Եվ ես պատկերացնում եմ, սա պատմական, ճակատագրական դադար էր, որ Հիսուսը նայում էր Պետրոսի աչքերի մեջ ու ոչինչ չէր ասում։ Նկատել եք, երբ Տեր Հիսուսը խոսում է,
էլ ոչինչ չի ասում, մինչև մարդը չարձագանքի։ Աստված, երբ ինչ-որ բան էր ասում անգամ հին ուխտում, հիմա է Աստված բոլորի հետ օրը 24 ժամ ինչ-որ բան էր ասում։ Այն ժամանակ, երբ որ Աստված մեկին մի բան էր ասում, մի քանի տարի էր պահանջվում, որ մարդը աճեր ու հասներ այդ խոսքին, դրանից հետո Աստված մեկ այլ բան էր ասում։ Աստված Աբրահամի հետ մի անգամ խոսեց, հետո 25 տարի պահանջվեց, որ Աստված խոսի երկրորդ անգամ։ Եվ Պետրոսը նայեց Հիսուսի հայացքին ու Հիսուսի հայացքի մեջ տեսավ մի բան, միայն մի բան կարդաց. Ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Մի անգամ էլ ուրկանը տար, մի անգամ էլ։ Եվ Պետրոսը նայեց Հիսուսին ու ասեց. Ես ուրիշ պատճառ չունեմ սա անելու։ Ես ոչ մի ուրիշ մոտիվացիա չունեմ սա անելու, բայց միայն այն պատճառով, որ դու լավ ռաբի ես, որ դու բարի վարդապետ ես, երևում է, որ լավ ռաբի ես։ Ես մենակ քո խոսքի համար, որ դու քեզ վատ չզգաս։ Ես քո խոսքի համար եսական եմ։ Բայց Պետրոսը մի վերապահում ուներ։ Ամեն դեպքում հուսահատությունն ու կասկածամտությունը երբեմն մեր միտքը այնքան է թուլացնում, որ մենք ուշադիր չենք լսում ինչ է ասում Տերը։ Տերը նրան չասեց ուրկանը գցիր ծովը։ Տերը ասեց ուրկանները գցեք ծովը։ Բայց Պետրոսն ասում է, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ։ Եվ գցեց ուրկանը։ Ինչ կլիներ, եթե ուրկանները գցեին։ Բայց Տերը իր խոսքի Տերն էր։ Ասեց գցեք ուրկանները, դու գցեցիր ուրկանը։ Ուշադրություն դարձրեք, հրաշքի համար Աստված նրանց չտվեց նոր ուրկաններ, չտվեց նոր նավակ, չտեղափոխեց մեկ այլ ծով։ Աստված ասեց, այն ինչ դու ունես, այն ինչ հավաքել դրել ես դարակում, դուրս բեր։ Դու հիմա անելու ես նույն բանը, բայց մի տարբերությամբ, դու հիմա անելու ես դա իմ խոսքի պատճառով։ Հրաշքը ծնվում է ոչ թե այն ժամանակ, երբ որ մենք հրաշքի կարիք ունենք։ Հրաշքը ծնվում է այն ժամանակ, երբ որ մենք Աստծուց խոսք ունենք։ Եվ եթե դու Աստծուց արդեն խոսք ունես, դու արդեն հրաշքը ունես։ Քո խոսքի համար ուրկանը կգցեմ։ Եվ երբ որ սա արեցին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին, եւ նրանց ուրկանը պատռվում էր։ Ես ձեզ ասեմ, մի հետաքրքիր բան կապված Գալիլեայի ծովում այդ ձկնորսական նավերի հետ, որոնցից մեկը իդեպ 1900, եթե չեմ սխալվում, 86 թվականին մի հատը գտել էին այդպիսի մնացորդներ, այդպիսի մի նավի։ Այդ նավերը մոտավորապես մարդկանց հետ միասին, դրանք այն չափերի նավեր էին, որտեղ կարող էր մոտավորապես 7-ից 10 մարդ տեղավորվել։ Այսինքն, որ աշխատեին նավի մեջ։ Մարդկանց քաշի հետ մեկտեղ պետք է լիներ այնքան ձուկ, որ չգերազանցեր 1-1.5 տոննան, որովհետև երբ գերազանցում էր 1.5 տոննան, միանգամից նավը սուզվում էր։ Մարդիկ էլ հետը պետք է այդքան լիներ։ Որպեսզի Գալիլեայի այդ ձկնորսական նավը սուզվի, պետք է որ բեռը 3 անգամ գերազանցի նորմային, այսինքն մարդկանց քաշով հետ մեկտեղ, դա պիտի 2 տոննա, 2.5 տոննա, 3 տոննա բեռ լինի, որ սուզվի նավը։ Այսինքն այդ ժամանակ արդեն գրեթե թաղվում է նավը։ Հիմա դուք պատկերացրեք, որ մի որս, որը նրանք կարող անեին մի ամբողջ հաջողված շաբաթում, մի անգամից ուրկանը քաշում են եւ գրված է, որ ուրկանը պատռվում էր։ Հիշում եք, որ ասեցի ուշադրություն դարձրեք այդ հատվածին, երբ որ Տերն ասեց 2 նավ տեսավ։ 7-րդ խոսքն ասում է. եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որոնք պատկերացրեք նստած սպասում են, թե ես ինչ է կատարվում։ Ես ինչ է անում Սիմոնը։ Նավի մեջ լինող ընկերներին նշան էին անում, որ գան իրենց օգնեն։ Եվ նրանք եկան եւ 2 նավը լցրին, մինչեւ որ թաղվում էին։ Աստված անում է այնպիսի հրաշք, որից միայն դու չես օգտվում։ Օգտվում են քո հարազատները, ընկերները,
քո բարեկամները, քո սիրելի մարդիկ, որոնք անգամ չգիտեն ինչ տեղի ունեցավ։ Մենակ այն գիտեին, որ մեկը ով հուսահատության եզրին էր, այսինչ տեղի ունեցավ։ Այսինչ տեղի ունեցավ այս մարդու հետ։ Երեք սա անգործ տունը նստած էր։ Իսկ ինչ կատարվեց։ Եվ սա ապշեցրեց բոլորին։ Ճանաչողության առաջին մակարդակը այն էր, երբ Պետրոսը Սիմոնը տեսավ Հիսուսին եւ ասեց. «Վարդապետ, մենք ամբողջ գիշեր աշխատեցինք, բայց ոչինչ չբռնեցինք»։ Հիմա գալիս է ճանաչողության երկրորդ մակարդակը, հրաշքից հետո, տեսեք ինչ է ասում Պետրոսը։ Սիմոն Պետրոսն էլ տեսնելով ընկավ Հիսուսի ծնկների առաջ, ինչի ծնկների, որովհետեւ մինչև ծնկները ձուկ էր։ Ընկավ Հիսուսի ծնկների առաջ եւ ասեց. «Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տեր»։ Տեր։ Սա է վերստին ծնունդը։ Պատմության սկզբում Պետրոսը, Սիմոնը ընդհանրապես Հիսուսին ճանաչեց որպես վարդապետ, որպես մի բարի վարդապետ, որը ինչ-որ բան էր սովորացնում, բայց երբ նա խոսք առավ Տիրոջից եւ հնազանդվեց այդ խոսքին, Տերը այնպիսի հրաշք արեց։ Գիտեք, այդ հրաշքից հետո մի բան էր մնում Սիմոնին։ Իրոք, ծնկի գալ ու ասել ինձնից հեռու գնա։ Ես չեմ պատկերացնում, որ Սիմոնը այդ բառերը ասում էր համարձակ։ Սիմոնը կակազում էր երևի։ Չգիտեր ինչ ասեր, ինչ ասեր, ինչ ասեմ։ 5 րոպե չկա, ես այս մարդուն ասեցի վարդապետ, ախր սենց, ախր էսպես բացատրում եմ, դե որ ամբողջ գիշեր չենք բռնել, ես ինչ ասեմ հիմա։ Ահա այսպես է տեղի ունենում իրական հրաշքը, երբ Աստված քեզ շոկի է ենթարկում։ Երբ Աստված անում է մի բան, որը դու նույնիսկ չես սպասում, ինչու որ հաստատի, որ երբ ես եմ քո նավակի մեջ, ես երբ որ քո նավակի մեջ եմ, երբ որ դու վստահել ես քո նավը ինձ, ես պատրաստվում եմ հրաշք անել։ Դրա համար ես հավատում եմ հրաշքներին, ես հավատում եմ, որ Աստված հրաշքներ է անում, բայց դրանց համար կա նախապայման։ Հրաշքը չի ծնվում նրանից, որովհետև ես կարիք ունեմ հրաշքի։ Հրաշքը ծնվում է, որովհետև Աստված խոսում է իմ կյանքում եւ ես հնազանդվում եմ այդ խոսքին։ Աստված պարտավոր չի մեր կյանքում անել հրաշք, որովհետև մենք դրա կարիքը շատ ունենք։ Այդպես բան չկա Աստվածաշնչում։ Աստված չի պարտավորվում հրաշք անի, որովհետև հրաշքի կարիք բոլորը ունեն։ Բոլորը։ Այս աշխարհում չկա մարդ, որ ինչ որ մի բնագավառում իր կյանքի հրաշքի կարիք չունի։ Մի մարդ կա գերեզմանոցում, ով որ էլ հրաշքի կարիք չունի, որովհետև իրան հրաշքը չի փրկի։ Սա վստահության երկու մակարդակ էր՝ վարդապետ եւ Տեր։ Հիմա ես ուզում եմ, որ մենք հարց տանք ինքներս մեզ. ով է Հիսուսը մեր կյանքում։ Ես ուզում եմ, որ այս հարցը տանք սթափ մտքով, ወይ իրապես մեր սրտում քննելով. ով է Հիսուսը մեր կյանքում։ Նա մեր վարդապետն է, թե մեր Տերը։ Եվ գիտեք իրական հրաշքը, երբ դու Տիրոջից առնում ես, ինչ է տեղի ունենում դրանից հետո, երբ Տերը մի իրական հրաշք է անում քո կյանքում, այնպիսի հրաշք, որը քեզ ուղղակի շոկի է ենթարկում, որ դու չես կարողանում պատկերացնել, միակ բանը, որ մնում է, դու ամեն բան թողնում ես ու գնում ես նրա ետևից, որովհետև զարմանալի կլինի, եթե դու տեսնես մեկը այդպիսի հրաշք է անում, ու մի քիչ էլ իմաստուն չի լինի, որ մնաս հրաշքի մոտ։ Ես ավելի լավ գնամ նրա մոտ, ով այդ հրաշքը կարողանում է անի, որովհետև նա կանի դա ամեն ժամանակ, ամեն տեղում։ Բայց ցավոք սրտի, գիտեք ինչի են հրաշքները դադարում մեր կյանքում, մեր եկեղեցիներում, որովհետև մենք մեկ անգամ Տիրոջից օրհնված լինելով գնում ենք հրաշքների ետևից։ Մենք վերցնում ենք մեր հրաշքը ու սկսում ենք ապրել դրանով։ Ուղղակի հիանում ենք ամեն օր։ Դե գիտես Տերը էս հրաշքը։ Մարդ կա 40 տարի նույն բանը պատմում է, որ Աստված իր կյանքում հրաշք արել։ Նույն բանը։ Տպավորությունն է, որ այդ տարիների ընթացքում Աստված էլ ոչինչ չի արել։
Այդ մի բանն է ընդամեն։ Ու ինքը միշտ պատմում է, ամեն օր նույն բանը պատմում է, որ Տերը այդ հրաշքը արել է։ Բայց արդյոք Տերը կանգ առավ։ Դեռ հրաշքը չի ավարտվել։ Եկեք շարունակենք տեսնենք որն էր այս պատմության մեջ ամենամեծ հրաշքը։ Որովհետև ահը պատեց նրանց եւ ամենքին էլ, որ նրա հետ էին այն ձկների որսի համար, որ բռնեցին։ Այնպես էլ Զեբեդիայի որդիներին, Հակոբոսին եւ Հովանեսին, որ Սիմոնի ընկերներն էին։ Իմիջիայլոց Աստվածաշունչը շատ հստակ ասում է, որ նրանք շոկի մեջ էին մի պատճառով, որ տեսել էին միանգամից այդպիսի որս, պրոֆեսիոնալ ձկնորսներ, ովքեր երբեք միանգամից այդպիսի բան չէին տեսել։ Նրանց միտքը դա չէր կարողանում ընկալել։ Եվ էլի ինչպես միշտ Պետրոսն էր խոսում, մնացածը լուռ էին։ Բայց Հիսուսը Սիմոնին ասեց. մի վախեցիր։ Մի վախեցիր, պատկերացնում եք, այն Տեր Հիսուսը, որ իր սերը իր հայացքի մեջ ցույց տվեց Պետրոսին նույնիսկ այն պահին, երբ հուսահատված նավի մոտ նստած էր ու ասեց նավը մի քիչ ավելի խորը տար, հիմա արդեն այդպիսի հրաշք անելուց հետո, որ տպավորությունը սրանից ավել էլ ինչ պիտի լինի, սրանից ավել Տերը էլ ինչ կարա անի մարդու կյանքում։ Բայց Տերը նայում ասում է, ես ավելին ունեմ։ Ես ավելին ունեմ։ Մի վախեցիր, որովհետև այսուհետև մարդիկ որսող կլինես։ Ես հրաշքը չարեցի, որ դու դրանով բավարարվես ու մնաս այդտեղ։ Ես հրաշքը արեցի, որ քեզ ցույց տամ, ինչ կարող եմ ես անել մեկ ակնթարթում քո կյանքում, ինչի համար դու պայքարել ես ողջ գիշեր։ Եթե ես եմ քո նավի Տերը, եթե դու համաձայն ես քո նավակը տրամադրել ինձ եւ գնալ ավելի խորը, ապա ես կանեմ այնպիսի բան, ինչի համար դու պայքարել ես գուցե տարիներով։ Եվ ես վստահ եմ, որ այսօր ոմանց Տեր Հիսուսը խոսում է։ Ոմանց, ովքեր որ հուսահատ են։ Նրանց, ովքեր որ չարչարվել են, տանջվել են, ամբողջ գիշեր, ամբողջ ամիսներ, տարիներով, ու դու արդեն հաշտվել ես դրա հետ։ Այլևս հույս չկա։ Բայց հենց հուսահատության այդ կիզակետում ծնվում է հրաշքը, երբ Աստված խոսում է, եւ Աստված այսօր էլ քեզ հետ խոսում է։ Ու երբ Աստված անում է քո կյանքի մեծագույն հրաշքը, որը քեզ ուղղակի շոկի է ենթարկում, դու ինչ ես անում դրանից հետո։ Նրանք նավերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին եւ նրա հետևից գնացին։ Որքան զարմանալի է։ Պետրոսը թողեց Հիսուսին, զիջեց Հիսուսին եւ նավակն առանց ձկների։ Եվ զիջեց այն ժամանակ, երբ նավակն արդեն լիքն էր ձկներով։ Սա է մեծագույն հրաշքը։ Երբ Աստված ինչ-որ հրաշք անում քո կյանքում, իսկ Աստված պատրաստվում է հրաշք անի քո կյանքում, որովհետև դու այսօր լսում ես Աստծո խոսքը։ Զիջիր քո նավակը։ Գիտեք ինչ էր նավակը զիջել։ Ձկնորսի համար, դա գիտեք ոնց որ ինչ լինի, ոնց որ ձկնորսին ենթարկես կապիտուլյացիայի, ոնց որ ինքը չհասկանա ինչ է անում։ Այսինքն անտրամաբանական մի բան։ Օրը ցերեկով նավը, այս ամբողջ այս նավը բրթենք ծովի մեջ նորից, իմաստը ո՞րն է սրա։ Բայց սա է նշանակում Հիսուսին տալ քո կյանքի նավը։ Ինչպես ենք մենք անհանգստանում մեր կյանքի համար։ Ինչի էր Հիսուսն ասում. հոգ մի արեք, ինչ պիտի ուտեք, ինչ պիտի հագնեք։ Ինչի էր ասում դա Հիսուսը։ Որովհետև երբ նա է մեր կյանքի Տերը, նա էլ պիտի հոգ տանի իմ համար։ Եթե մի բան պատկանում է քեզ, նրանք ովքեր երեխա ունեն, ես ձեր երեխաների համար ոչ մի իրավունքներ չունեմ։ Ինչ տարբերություն, երեխան երեխա է։ Դու ունես իրավունք, գիտես ինչու դու ունես իրավունք, որովհետև դու ունես նաև պարտականություն քո երեխայի համար։ Դու ես
նրա հայրը, դու ես նրա մայրը, դու ես նրա կյանքը վերահսկում։ Այն պահից, երբ քո երեխան դառնա չափահաս եւ դուրս գա քո տանից, նա արդեն պատասխանատվություն կկրի իր համար։ Բայց ինչպես Աստված մեզ հետ վարվում։ Եթե Հիսուսը մեր կյանքի Տերն է, ապա ինչու ենք մենք անհանգստանում մեր կյանքի համար։ Եթե նա արդեն իմ կյանքի Տերն է, հրյա ստրուկը, երբ որ գտնվում էր ստրկության մեջ, երբ որ Տեր ուներ, միակ բանը ինչի համար որ չպիտի անհանգստանար, դա իր կյանքն էր։ Գիտեք ինչու, որովհետև իր կյանքը իրան չէր պատկանում։ Պատկանում էր փարավոնին։ Նա էր նրա կյանքի Տերը։ Բայց եթե Հիսուսը մեր կյանքի Տերն է, ապա ինչու մենք պիտի անհանգստանանք։ Արդյոք այսօր դու կարիք ունես Տիրոջից հրաշքի։ Այ ինչ որ մի բնագավառում քո կյանքի, Պետրոսը հիվանդ չէր, բայց ակնհայտ է, որ Պետրոսը խնդիրներ ուներ իր ֆինանսների հետ։ Որտեղից ծնվեց այդ հրաշքը։ Հրաշքը ծնվեց այն ժամանակ, երբ Աստված խոսեց Պետրոսի կյանքում։ Հրաշք չծնվեց այն ժամանակ, երբ Հիսուսը նավի եզրին կանգնած սովորեցնում էր բոլորին։ Հրաշքը չի ծնվում այն ժամանակ, երբ քարոզիչը ինչ-որ բան ընդհանուր խոսում է։ Հրաշքը ծնվում է, երբ այդ խոսքը կոնկրետ դու ես վերցնում։ Ու երբ դու վերցնում ես այդ խոսքը, երբ որ դու արձագանքում ես այդ խոսքին, ծնվում է այդ ամենից հրաշք։ Եթե այսօր մենք կարիք ունենք Տիրոջից հրաշք տեսնելու, իսկ Աստված պատրաստվում է մեր կյանքում հրաշք անել, մենք կարիք ունենք վերցնելու խոսքը։ Եվ բավական է, որ Աստված խոսեց քո կյանքում այդ խոսքը։ Գիտեք մեր խնդիրը ինչու՞մն է կայանում երբեմն։ Մենք ուզում ենք տեսնենք հրաշքը, որպեսզի կայանանք, որպեսզի հավատանք։ Բայց երբ Աստված խոսեց քո կյանքում ու ասաց ես կանեմ, սա արդեն բավական էր, հրաշքն արդեն կատարված է։ Այս դավանությանը ես հավատում եմ, դրա համար էլ Աստված Աբրամի անունը փոխեց Աբրահամ, Աբրամը չփոխեց իր անունը սարքեց Աբրահամ։ Աբրամը չգնաց եկավ ու ասեց ես 1000 երեխա ունեմ, ես 2000 երեխա ունեմ, Սարան արդեն 7-րդն է ունենում։ Աբրամը նման բաներ չասեց։ Աբրամը խոսեց այն, ինչ Աստված էր խոսում։ Աստված ասաց այսուհետ քո անունը չի լինի Աբրամ եւ կլինի Աբրահամ, եւ քո կնոջ անունը չի լինի Սարա եւ կլինի Սառա։ Դրանից հետո հրաշալի է դավանել ու ասել այո, Տերն է ինձ ասել։ Քանիսդ եք փրկված։ Կարող ես ասել ես փրկված եմ։ Ինչու եք դավանում։ Ինչու եք այդպես վստահ։ Առավոտ որ արթնացաք, կասկածեցիք, որ փրկված եք, չկասկածեցիք, որովհետև դուք ձեր ներսում վկայություն ունեք, որ փրկված եք։ Դրա համար էլ Եբրայեցիների 11-րդ գլուխն ասում է, նրանք հավատքով վկայություն ընդունեցին Աստծուց։ Հավատքով վկայություն ընդունեցին։ Դու չես խոսում այնինչ դու ցանկանում ես, դու չես ուղակի հրճակում այնինչ մտքովդ անցնում է, դու չես վերցնում Աստվածաշնչից ու ուղակի հրճակում, դու հրճակում ես այնինչ Աստված է խոսում քո սրտի հետ կոնկրետ քո կյանքի համար, քո իրավիճակի համար։ Եվ այստեղ է ծնվում հրաշքը։ Հիշում եք հարուրապետի ծառային, երբ Հիսուսն ասեց գնա, գնա քո ծառան բժշկված է։ Մինչև հասան տուն արդեն ծառան բժշկված էր։ Իմացան, որ նույն ժամին էր բժշկվել։ Ինչու, որովհետև Տերն արդեն խոսել էր։ Բայց մենք վերցրել ենք այս ճշմարտությունը, խեղաթյուրել ենք ու սարքել ենք, որ պարզապես վերցրու Աստվածաշունչը ու խոսիր, ընդամենը խոսիր։ Կապ չունի, որ դու ներքուս չես հավատում։ Խոսիր։ Մի քարոզիչ ասում էր, խոսիր այնքան, մինչև հավատքը գա։ Չգիտեմ։ Գիտեք ինչի է նմանվում մեկ-մեկ հրճակման դավանանքի այդ մոտեցումը, շիզոֆրենիայի։ Երբ որ մարդիկ հասնում են այնպիսի մի վիճակի, երբ որ արդեն գնում են բժշկի մոտ ու ասում են ես հիվանդ չեմ։ Օրհնված են, ինչ որ կարիք ունես, չէ, ինչ կարիք, փառք Աստծո, Տերը հոգում է։ Տերը հոգում է մեր կարիքները։ Մենք վախենում ենք կարիքը խոստովանենք իրար։ Վախենում ենք, որ մեր շուրթերից դուրս գա։ Հիսուսը երբ որ սոված էր, ասում էր սոված եմ։
Երբ որ ծարավ էր սամարացի կնոջն ասում էր ջուր տուր խմեմ։ Այսպես է ծնվում հրաշքը։ Հրաշքը ծնվում է այն ժամանակ, երբ դու Տիրոջից խոսք ես առնում քո կյանքի համար։ Երբ Տերը խոսում է, հիմա կասես, բայց ես կարող եմ Տիրոջից խոսք առնել։ Իհարկե կարող ես։ Ահա Տիրոջ խոսքը։ Որպեսզի դու գտնես քո խոսքը, դու պիտի ժամանակ անցկացնես այս խոսքի հետ։ Դու պիտի կարդաս այս խոսքը, որ գտնես քո խոսքը։ Խնդիրը, որ մենք Աստծուց խոսք չենք առնում, ոչ թե որ Աստված չի ուզում տա, այլ որովհետև մենք չենք կարդում Աստծո խոսքը։ Մենք հրաշք ենք ուղղակի ուզում։ Եկեք աղոթենք, որ Տերը հրաշք անի։ Մենք աղոթքա ժողով ունենք ու աղոթում ենք։ Շատ կարիքների համար ենք աղոթում։ Բայց ոչ թե Աստված անելու է, որովհետև մենք աղոթում ենք։ Աստված անելու է այն պահից, երբ Աստված ասում է, որ կանեմ, ու մենք վերցնում ենք այդ խոսքը, եւ մենք արդեն գիտենք։ Դրանից հետո ամեն բան կարող է հակառակ լինել դրան։ Բայց երբ Աստված է ասել, դու արդեն ունես հրաշքը։ Հրաշքը ծնվում է Աստծո խոսքը լսելուց։ Դրա համար ժամանակ պետք է անցկացնենք Տեր Հիսուսի հետ։ Իսկ Տեր Հիսուսի հետ անցկացնել ժամանակ ես այլ տարբերակ չգիտեմ, քան նրա խոսքի հետ։ Եթե դուք նրա խոսքով նրա հետ ժամանակ չեք անցկացնում, ես չգիտեմ ինչի հետ եք դուք ժամանակ անցկացնում։ Դուք պետք է ճշտեք ում հետ եք ժամանակ անցկացնում։ Եթե նրա խոսքը ձեր ձեռքում չի, եթե դուք գնում եք աղոթքի առանց Աստվածաշնչի, ես չգիտեմ դուք ինչի մասին եք աղոթում, ինչի համար եք աղոթում, եթե դուք գնում եք աղոթքի առանց Աստվածաշնչի։ Բայց ինչ տեղի ունեցավ Սիմոնի կյանքում։ Սիմոնը իր կյանքի այնպիսի մի հրաշք առավ, որ իր ամբողջ կյանքը փոխեց։ Այ այսպիսի հրաշքներն եմ սիրում Տիրոջից, երբ որ կյանքեր են փոխվում։ Ես ուրախ եմ, որ Տերը օրհնեց ու քո աշխատավարձը բարձրացրեցին։ Տերը գուցե քեզ նոր մեքենա տվեց, նոր տուն տվեց, քո հարցերը լուծվեցին եւ այլն։ Ես այդ շատ հասկանում եմ, ընդունում եմ եւ ուրախ եմ դրա համար։ Բայց ես խոսում եմ մեկ այլ բանի մասին։ Ես խոսում եմ այն մասին, երբ Տերը քո նավակը լցնում է այնպես, որ դու քիչ ամնում թաղվես ու դու ստիպված օգնության ես կանչում։ Օգնության ես կանչում։ Կարող ենք մենք այդքան լցվել Տիրոջով, որ բաժնեկցենք ուրիշների հետ։ Արդյոք կարող ենք մենք նրա բարեհաճությունը ուրիշների հետ կիսել, ոչ թե ամեն բան միայն պահենք մեզ։ Ես չեմ ասում հիմա դու քո բանկային հաշիվը դատարկի ու բաժանի բոլորին։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ, երբ դու վերապրում ես Տիրոջ բարեհաճությունը։ Ինչ զգացողություն է քեզ մոտ, երբ դու Տիրոջից հրաշք ես առնում, ինչ զգացողություն է քեզ մոտ, ինչ փափագ ունես դու այդ պահին։ Վերցնել հրաշքդ ու գնալ։ Դուք կարծում եք, եթե Պետրոսը վերցներ ձկները ու գնար, Հիսուսը վազելու էր Պետրոսի հետևից։ Ոչ։ Պետրոսը կվաճառեր այդ ձկները։ Միգուցե իր պարտքերը կտար, մի քիչ գումար կմնար, ու մի քանի տարի կպատմեր դրա մասին, որ մի ռաբբի կար, այսպիսի, մի վարդապետ կար, բայց ինչ տեղի ունեցավ, մի հրաշքի պատճառով, ինչպես կարող են ծնվել մի քանի առաքյալ մի անգամից, այ Աստված այսպիսի հրաշքներ է ուզում անի մեր կյանքում, Աստված այսպիսի հրաշքներ է ուզում անի մեր եկեղեցուն, ես այսպիսի հրաշքների եմ փափագում, ու երբ որ առնում ենք խոսքը, իմացեք, որ հրաշքն արդեն կատարված է։ Երբ որ դու բռնում ես այդ խոսքը, որ Տերն է ասել, իմացիր, որ հրաշքն արդեն ծնվել է, բայց դու պիտի հնազանդ լինես այդ խոսքին։ Դու պիտի վարվես այդ խոսքի համաձայն։ Երբ Տերն ասում է կլրացնեմ քո բոլոր կարիքները, երբ Տերը դա անձամբ խոսել է քեզ, դու վերցնում ես այդ խոսքը, բայց հաջորդ օրը սկսում ես բողոքել, տրտնջալ, դա նավակը խորը տանել չի։ Իսկ հրաշքի համար Աստված ուզում է, որ մենք նավակը ավելի խորը տանենք։ Բայց նույնիսկ երբ նավակը տարան խորը, դա վերջը չէր։ Դրանից հետո կար ավելին։ Որն էր ավելին? Մի վախեցիր։ Մի վախեցիր, որովհետև սա դեռ վերջը չի։ Ես դեռ ավելին ունեմ։ Դու մարդկանց որսորդ կդառնաս։ Իհարկե Պետրոսը այդ ժամանակ չհասկացավ խոսքը ինչի մասին է։
Եթե հասկանար, մի անգամից կհրաժարվեր, որովհետև այդ մարդկանց որսորդ կդառնասի մեջ թաքնված էր, որ քեզ կհալածեն, քեզ կբանտարկեն, հետո հրեշտակը քեզ կազատի, որից հետո քեզ թարս կխաչեն։ Գլխի վայր։ Եթե այս ամենը ասեր Տեր Հիսուսը, դժվար թե Պետրոսը համաձայնվեր, բայց միշտ հիշեք, երբ Տերը անում է մեր կյանքում հրաշք, սա ունի նպատակ։ Պետք չի վերցնել հրաշքը եւ ուրախ ուղակի վազել ու պատմել, պետք է հասկանալ նպատակը։ Տեր իմ Աստված, ինչու դու սա տվեցիր։ Ես հասկանում եմ, որ սա ավելին է, քան ես սպասում էի։ Ինչու։ Ես հիշում եմ մի հովի վկայությունը, շատ հետաքրքիր վկայություն էր տալիս, ասում էր ինքը մի գիրք էր գրել, որը շատ հայտնի էր դարձել, ու ասում է այդ գիրքը, եթե չեմ սխալվում, մոտ 40-50 միլիոն օրինակով վաճառվել էր ու միլիոնավոր դոլարների հոնորար էր ինքը ստացել։ Ու ասում է ես կանգնեցի ու Տիրոջ առաջ ասեցի, սա նորմալ չի։ Դու նպատակ ունես։ Ինչի համար ես դու սա անում։ Ես քեզ չեմ խնդրել սա։ Դու ինձ հիմա տասնյակ միլիոնավոր դոլարներ ես տալիս, ինչի համար։ Դու նպատակ ունես։ Դու սա չես արել, որ ես հարուստ ապրեմ ուղակի։ Ու ինքը մի մեծ գործ է սկսում որբերի համար, որովհետև Տիրոջից առնում է դա։ Երբ Տերը հրաշք է անում, հրաշքի մեջ պետք է լինի նպատակ։ Ինչու Տեր, ինչու դու սա արեցիր։ Կյանքս մազից էր կախված, դու ինձ պահեցիր, հրաշք արեցիր, ինչու դու սա արեցիր։ Դու ինձ օրհնեցիր այս աշխատանքը, ես սա չէի սպասում, դու ավելին օրհնեցիր, քան ես սպասում էի, բայց ինչու։ Դու արեցիր, որ ես պարզապես ինձ լավ զգամ։ Դու սա ինձ տվեցիր, որ ես ուղղակի լավ զգամ, որ ես հաջողակ եմ։ Ինչու դու արեցիր, Տեր։ Բայց Տերն այսօր ուզում է մեր կյանքում հրաշք անել։